Հենց դու սպասիր, այս ռասկլադը քեզ համար է։ Տեսնենք ինչ է կատարվում քո հոգում ներսում։ Ով ես դու։ Նախ սկսենք դրանից։ Անձով ունի երեխաներ, ունես աղջիկ, բավականին էմոցիոնալ անձնավորություն է, զգացմունքային, սիրո պտուղ է, լավ, իսկ տեսնենք ինչ է կատարվում քո հոգու խորքում ներկապահին։ Մեկ տրամադրության բարձրացում, մեկ տրամադրության անկում, անընդհատ մեքենայի հետ կապ ունի, վազքերի մեջ ես, հանգիստ չի հոգիդ, ձգում է քեզ մոգությունը, մագիան, միստիկան, միգուցե հենց ինձ ես դիտում։ Եվ այսպես, տեսնենք այդ ինչ է քեզ այսպես անհանգստացնում։ Երեխայի հետ է կապված, միգուցե ով հենց այդպես էլ ծնվել է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ խնդիր ունի առողջական։ Որոշ մարդկանց մոտ դա կարող է լինել կապված աուտիզմի հետ, որոշ մարդկանց մոտ դա կարող է կապված լինել այլ հիվանդության հետ։ Ամենայն դեպս այստեղ չեք սպասել, որ կարող է այդպիսի հունձք ունենաք, այսինքն երեխա կարմիչսկի է գալիս, դա նկատի ունեմ։ Տեսնում եք, միգուցե ձեր ազգի մեջ ինչ-որ անց այն չի արել և այդ երեխան եկել է, որ մաքրի։ Պետք է ուշադրություն դարձնեք ձեր երեխային, այսպիսի երեխաները կոչվում են ատկուպնոյ երեխաներ, հա։ Նրա տեղը դուք պետք է, ասենք նա եկել է մաքրելու, իսկ դուք պետք է բավականին լավ նայեք ձեր երեխային, այո, որպես մայր հետևեք նրան։ Ես տեսնում եմ որոշ մարդկանց մոտ անձը կարող է ապրել Գերմանիա, արտերկրի մասին է խոսքը, Ֆրանսիա, կարող է ապրել տաք երկրներում, մի փոքր խոնավ երկրի մասին է խոսքը, որտեղ էլ հենց տրանսֆորմ